Ինչքանով է տեսությունը պրակտիկորեն կիրառել։ Հա, միջև Նյուտոնի մեխանիկայի, հա, գրավիտացիա օրենքների բացահայտումը մարդկանց փորձերը թռչելու ձախողվում է։ Ֆիլմեր կա չէ, որ մարդիկ փետուրներ էին կպցնում, բան եւ այլն։ Էյֆելյան աշտարակը։ Այո, դա ինչի մասին էր, դա անգրագիտության, հա, տգիտության, տեսությունը չիմանալու կամ չընդունելու վերաբերյալ էր։ Իսկ երբ մենք սկսեցինք թռչել։ Երբ որ մարդը հրաժարվեց ինքը իրենով թռչելու գաղափարից, երբ որ մենք հասկացանք, որ մենք չենք կարող թռչել, պետք է ստեղծենք ինչ-որ ապարատ ու նստենք դրա վրա։ Այո, մենք ընդունեցինք, որ դա հնարավոր չի։ Նոր դրա հիման վրա կարողացանք հա ստեղծել այդ ապարատը եւ այլն, որովհետեւ ապարատի ստեղծողը հա իր գլխում ունեցել է Նյուտոնի մեխանիկա։ Հիմա մեր խնդիրն է, հա, իմ խնդիրն է, քո խնդիրն է, մեր նման մտածող մարդկանց խնդիրն է, որ զոն մարդկանց սովորացնել թռչել։ Հասարակական կյանքում։ Բարև ձեզ, մենք սկսում ենք Capital Plus podcast-ի 3-րդ թողարկումը եւ այսօր խոսելու ենք գիտական տեսության մասին։ Արկած ինչով է պայմանավորված այսօր գիտական տեսության թեմայի ընտրությունը եւ ինչքանով է արդիական podcast-ի շրջանակում խոսել գիտական տեսության մասին։ Որպեսզի մենք շարունակենք մեր սկսած թեմաների ավելի բովանդակային ուսումնասիրությունը, պետք է մի փոքր շեղվենք, հա, եւ խոսենք ինչ է գիտությունը, ինչ է տեսությունը, հա, եւ ինչ կապ ունի տեսության ճիշտ ըմբռնումը ընդհանրապես պատկերացնելու, թե ինչ է կատարվում մեր շուրջը, թե Հայաստանում, թե աշխարհում առհասարակ։ Մեր նախորդ զրույցի ժամանակ ես մի փոքր ակնարկեցի գիտության, հա, եւ տեսության մասին։ Այո։ Երբ նմանացրեցի, ձևակերպեցի հետեւյալ կերպ, որ տեսությունը դա ինստրուկցիա է, թե ինչպես կողմնորոշվել քեզ շրջապատող հա իրականության մեջ եւ անալոգիա բերեցի աշխարհագրական հա քարտեզի հետ, այո։ Երբ մենք հայտնվում ենք ինչ-որ անծանոթ վայրում, անտառում եւ այլն, ինչ է օգնում մեզ, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ, այսինքն հասնենք մեր ուզած վայրը։ Հա, եթե մեր ձեռքի տակ չկա ոչինչ, հա, ապա շատ հավանական է, որ մենք կմոլորվենք, հա, եւ չենք հասնի այնտեղ, որտեղ որ պետք է։ Այդ դեպքում մեզ օգնության է հասնում քարտեզը։ Քարտեզը դա մի, հա, դա տեսական, դա абստրակտ երևույթ է, հա, այսինքն դա իրականություն չի, դա իրականության նկարագրություն է, հա։ Բացի դրանից, որ դուք ունենաք ինչ-որ քարտեզ, դուք ունենաք որակյալ քարտեզ, հա։ Այսինքն քարտեզները կարող են լինեն տարբեր։ Հա, օրինակ կա այսպիսի քարտեզ, հա, սա ինքը բավականին մեծ քարտեզ է, որ նայում ենք, հա, արդեն հասցրել ենք ուսումնասիրել սա, հա, շատ հաստ քարտեզ է։ Ես ասել եմ նմանատիպ շատ գրքեր կան, բայց այս քարտեզը հա չի բավարարում մեր պահանջներին, ինչ-ինչ պատճառներով, որի մասին մենք խոսել ենք, դեռ շատ բաների մասին մենք խոսանք։ Հիմա այսօր ես կուզենայի մենք անդրադառնանք տեսության առհասարակ գիտական տեսությանը եւ խոսենք մի փոքր թե ինչ է դա ավելի բովանդակային։ Սկսեմ տեսությունից եւ տեսության ամենահզոր թշնամիների մասին խոսել, հա, այսպես կոչված խելացի մտքեր, խելացի ճակերտ։ Սկսեմ խելացի մտքերից։ Տես, ցանկացած զարգացած մարդ, կրթված մարդ, իմ քո նման մարդիկ, մեր դիտողները, հա, կարող է արտաբերել խելացի միտք։ Ցանկացած այլ անձ կարող այն, հա, ունակը դա ընկալել, հասկանալ։ Խելացի միտքը ունի շատ պարզ կառուցվածք։ Ինչ-որ մի բան, ինչ-որ միտը վատ է, իսկ լավ կլիներ, որ մենք անենք կամ ամեն ինչ անենք, որպեսզի լինի լավ։ Միշտ կարելի է գտնել կողմնակիցների քո խելացի մտքին։ Բացել ինչ-որ շարժում, կուսակցություն, գնալ, հա, գոռալ, այստեղ հրապարակում հավաքվել եւ այլն եւ այլն եւ այլն, այդ մտքի շուրջ, հա, որովհետեւ շատ մարդիկ իրանք են համաձայն, որ իհարկե լավ կլիներ, հա, որ վատ բաները մենք վերացնենք եւ դրա փոխարեն գային լավ երևույթները, լավ բաները։ Օրինակ տնտեսագետները ունեն մի հատ հումոր, մոտավորապես հետեւյալ կերպ հնչում, ասում են լավ է մարդ լինի հարուստ եւ առողջ, քան աղքատ եւ հիվանդ։
բոլորը համաձայն են, չէ՞ դրա հետ, հա։ Իհարկե ավելի լավելները հարուստ եւ առողջ կամ աղքատ եւ հիվանդ։ Կա մարդ, որ շոր բարձրն ասի, չէ, գիտեք, ես համաձայն չեմ։ Բոլորը համաձայն են։ Հա, ու դա, ասենք, խելացի մտքի, հա, ամենապարզ օրինակն է, որ կարելի է բերել։ Խելացի միտքը անգամ չունի պահանջ, հա, դա ինչ-որ հիմնավորելու, ապացուցելու կամ ինչ-որ մի բան, որովհետեւ բոլորը համաձայն են։ Տեսությունը դա մի երևույթ է, մի բան է, որը սահմանափակում է մեր հնարավորությունը, հա, արտահայտելու այդպիսի խելացի մտքեր։ Ինքը սահմանափակում է մեր մտքի թռիչքը։ Ես հիշեցնեմ, որ այստեղ խելացի մտքերը բաստուն մենք օգտագործում ենք ճակերտների մեջ, որոշակի տենց սարկազմի բովանդակություն, հա, դնելով դրան։ Այո, որովհետև օրինակ ինչու չենք անվանում հիմար մտքեր, տգետ մտքեր եւ այլն, ինչու, որովհետեւ առաջի հայացքից թվում է թե շատ խելացի միտք է, այո։ Երբ որ սկսում ես ուսումնասիրել, հա, ավելի խորը նայել, նորատեղ երևում է, հա, որ այդ միտքը իրականում, հա, կարող է լավ է հնչում, բայց ինքը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Դրա համար ճակերտների մեջ խելացի, որպեսզի մենք հասկանանք, մենք չենք ուզում իմաստը քննարկենք ինչ-որ իրոք հիմարություններ։ Շատ հիմարությունները դա հիմարություններ են, պետք է չի դրա վրա ուշադրություն դարձնել, բայց ես ուզում եմ ուշադրություն սևեռել, որպեսզի մենք տարանջատել իրոք գիտական մտքեր, այսինքն մտքեր, որոնց հիմքում կա ինչ-որ տրամաբանություն, հա, եւ մտքեր, որոնք պարզապես ունեն գիտությանը նման, հա, տեսք, բայց իրական գիտության հետ ոչ մի կապ չունեն, պարզապես լավ հռետորի, հա, լավ լսարան ապահովելու, հա, տարածելու նպատակ են հետապնդում։ Տես, օրինակ բերեմ, հա, օրինակ կա գրավիտացիայի օրենքներ, հա, մենք բոլորս գիտենք դպրոցից, հա, որ երկրի ուզեկողության ուժ եւ այլն եւ այլն։ Ստեղ մարդիկ քիչ թե շատ, հա, համակերպվել են այդ ամեն ինչի հետ, որ օրինակ մարդը հասկանում է, որ ինքը չի կարող օրինակ թռչել, ինչպես թռչունն է թռչում։ Որը գիտի, որ կա գրավիտացիայի օրենք, որ մարդը, որ ունի այս կառուցվածքը, ոնց որ կա, հա, ինքը չի կարող թռչել։ Ստեղ մենք համակերպվել ենք։ Բնությունը իրան չես կարա համոզես, կաշառես, չգիտեմ ինչ, սուտ խոսաս եւ այլն եւ այլն։ Դա ինչ վերաբերում է բնական գիտություններին, ասպես կոչված, հա, ֆիզիկայի եւ այլն։ Բայց երբ խոսքը գնում է հասարակական գիտությունների մասին, այսինքն որտեղ որ ուսումնասիրության առական մարդն է, հա, եւ իր վարկագիծը եւ այլն։ Այդտեղ չգիտես ինչու մարդկանց մոտ կարծիք կա, որ այդտեղ չեն կարող լինել ինչ-որ օբյեկտիվ օրենքներ, այսինքն այդտեղ մենք կարող ենք անել ամեն ինչ ուզենք, հա, եւ ոչ մի բան, ոչ մի տեսություն, ոչ մի բան չի կարող սահմանափակի մեր մտածելու, հա, մեր ուրեմն գաղափարների թռիչքը։ Ասեմ, որ, հա, նույն սահմանափակումները կան նաեւ, հա, հասարակական գիտությունների մեջ եւ նույն օրենքները դրանք գործում են, դրանք էական են եւ եթե դուք չեք ուսումնասիրում, չեք ընդունում իրանց գոյությունը, դա ձեզ չի փրկում։ Դուք այսպես թե այնպես պատժվելու եք, եթե անտեսում եք դրան։ Նույն կերպ, երբ դուք անտեսում եք օրինակ գրավիտացիայի օրենքը։ Ինչ Նյուտոն, ինչ բան, ինչ գրավիտացիա, ես չեմ ընդունում, դուրս չի գալ այդ օրենքը։ Ես ուզում եմ թռչեմ, հա, դուք անպայման կպատժվեք դրա համար։ Ճիշտ է։ Այնուն կերպ մենք պատժվում ենք, երբ որ չենք ընդունում, որ տնտեսության մեջ առհասարակ հասարակական կյանքի մեջ կան այդպիսի օրենքներ, հա, եւ եթե մենք չենք ընդունում, հա, եթե մենք չենք հասկանում այդ օրենքները, եւ այլն, դա խիստ սահմանափակում է մեր առաջընթացը։ Շատ խնդիրներ, որոնք մենք ունենք, պայմանավորված են դրանով, որ մենք կամ չգիտենք այդ օրենքների մասին, հա, կամ անգամ եթե գիտենք, լսում ենք, պարզապես չենք ուզում ընդունել։ Ես այստեղ բնական գիտությունների հետ շատ հետաքրքիր համեմատական անցկացվեց, կուզենայի մի բան շեշտել, օրինակ կարծում եմ, որ բնական գիտությունների մեջ ցանկացած հիպոթեզ, հա, կամ ինչ-որ տեսություն ինքը շատ արագորեն կարելի է կամ հաստատել դրա իրական լինելը, գիտական լինելը կամ հերքել։ Օրինակ նույն մարդը, որի օրինակը բերեցիր, կփորձի թռչել, վայր այսինքն կթռչի վերև, բայց գրավիտացիայի օրենքով նորից կիջնի գետին եւ այդքանով կարծես կապացուցվի, որ մարդը չի կարող ինքնին հաղթահարել գրավիտացիայի ուժը։ Կամ օրինակ լաբորատոր պայմաններում կարող է ինչ-որ փորձ դնել, հա, ինչ-որ աշխարհից մեկուսացված ինչ-որ լաբորատոր իրավիճակ ստեղծել, ինչ-որ փորձ դնել եւ այդ փորձի արդյունքում հերքել ինչ-որ հիպոթեզ կամ հաստատել։ Հայ հասարակական գիտությունների դեպքում նման հնարավորություն կա,
թե պետքա ուղղակի սպասել, որ չգիտեմ, տարիներ անցնեն եւ այդ տարիների ընթացքում իրադարձությունների ընթացքը ապացուցի կամ հերքի այս կամ այն հիպոթեզը կամ տեսությունը, որովհետեւ ես օրինակ չեմ պատկերացնում նույն հասարակական գիտությունների դեպքում ինչպես է հնարավոր օրինակ լաբորատոր պայմաններում ինչ-որ հիպոթեզը հաստատել կամ հերքել ինչ-որ փորձի միջոցով, որը որ հնարավոր է օրինակ բնական գիտությունների դեպքում։ Շատ լավ դիտարկում է, այո, այդպիսի խնդիր կա, որ հասարակական գիտությունների դժվարությունը ու տարբերությունը բնական գիտությունների մեջ դրան է, որ հնարավոր չի օգտագործել այսպես կոչված լաբորատոր էքսպերիմենտը։ Բայց ես անդրադառնալով քո հարցին, ասեմ հետևյալը, բնական գիտություններում էլ այդքան հեշտ չէր այդ ամեն ինչ ընթանում, որտեվ տես, եթե մենք խոսում ենք գրավիտացիա օրենքների մասին, փաստացի Նյուտոնի մեխանիկայի մասին, դա 17-րդ դարն է։ 17-րդ դար։ Այսինքն ինչ մենք մտածում ենք ոչ ոքի գլխին խնձոր չէր ընկել, մենակ Նյուտոնի գլխին էր ընկել ու ինքը ստեղծեց հա իր մեխանիկան։ Իհարկե հազար ու մի բաներ ընկել տարբեր մարդկանց գլխներին եւ այլն, հա, բայց ինչ որ ոչ ոք չի, հա, դարե Նյուտոն դրանով։ Ստեղ խնդիրը նրանում է, որ որպեսզի դու կարողանաս ընդհանրացնես, այսինքն տեսություն հիմնես, ստեղծես, հա, պետք է համապատասխան, հա, ուղեղի շրջանդարձ, ոնց որ ես միշտ ասում եմ, հա։ Բնական գիտություններում էլ այո, այնտեղ այդ իմաստով մի քիչ հեշտ է։ Այնտեղ կան իրենց դժվարությունները։ Ատոմների մասին մենք իմացել ենք շատ ուշ, հա, որովհետև դրա համար պետք էր համապատասխան գործիքներ, միկրոսկոպներ եւ այլն, որը բավականին ուշ է եղել։ Այս առումով հասարակական գիտություններում է մի քիչ ավելի հեշտ, որ հա այնտեղ միկրոսկոպներ չեն կիրառվում, հա, ու դրանց կարիքը չկա, այնտեղ ուրիշ մեթոդներ են կիրառվում։ Այո, մենք չենք կարող իրականացնել էքսպերիմենտ լաբորատոր պայմաններով։ Ինչ է նշանակում լաբորատոր պայմաններ։ Այսինքն բոլոր արտաքին, հա, էկզոգեն գործոնները հանենք եւ տեսնենք, թե բնականon ընթացքը ոնց է տեղի ունենում։ Եվ դա ճիշտ է, դա հանդիսանում է մեծ խոչընդոտ գիտական, հա, տեսություններ հերքելու կամ ապացուցելու համար։ Անկամ ես ասեմ, հա, տնտեսագիտության մեջ վստահ եմ երևի բոլոր հասարակական գիտությունների մեջ մոտավորապես այդպիսի վեճեր եղել են, բայց ես կարամ ասեմ տնտեսագիտության մասին, երբ որ այդպիսի վեճ է, այսինքն այդպիսի հարց է ծագել, թե արդյոք տնտեսագիտությունը գիտություն է, թե չէ։ Պատասխանը կախված է թե ինչ ենք մենք կոչում գիտություն, ինչ չափորոշիչներ ենք մենք դնում, մտերով մենք կարող ենք Դու ինքդ այդ հարցի պատասխանումն ես։ Տես, տնտեսագետները, երբ որ այդ հարցը դնում էին, իրանք ուզում էին, հա, մանավանդ 19-րդ դարի, երբ որ նոր ձևավորվում ինքը որպես դիսցիպլինա ուսումնասիրող, իրանք ուզում էին, որպեսզի ինքը լինի ֆիզիկայի նման գիտություն։ Իսկ ֆիզիկան համարվում է մանավանդ տեսական ֆիզիկան, հա, դա գիտությունների գիտությունն է։ Այդտեղ ամեն ինչ հստակ է, ամեն ինչ ստույգ է, չկան բացառություններ եւ այլն եւ այլն։ Հա, օրինակ ֆիզիկոսները ծիծաղում են մնացած մասնագետների վրա, երբ որ նրանք ասում են բացառությամբ ես իմ։ Հա, ինչ բացառություն։ Եթե բացառությունը ուրեմն չէ, էլի։ Եթե մենք խոսում ենք կարող ենք լինել որպես ֆիզիկա, ապա ոչ։ Իսկ առհասարակ կարող ենք մենք ինչ-որ երևույթներ ընդհանրացնել եւ դրա հիման վրա ստեղծել ինչ-որ տեսություն, կարծում եմ այո։ Վեճը, որի մասին ես ուզում եի խոսել, հա, ինքը ծագել էր 19-րդ դարում, 19-րդ դարի վերջում։ Ավստրիական դպրոցի առաջնորդ Կարլ Մենգերի եւ նոր գերմանական պատմական դպրոցի այն վաղտվա առաջնորդ Գուստավ Շմոլերի միջև դա կոչվում էր մեթոդի մասին վեճը։ Մենգերը մարժինալիստների ներկայացուցիչը, հա, եւ հիմնադիրը կարծում էր, որ այո, կարելի է ստեղծել ընդհանուր տեսություն։ Մարժինալիստները դրանք Ադամ Սմիթի վառ շարունակողներն են իր ուրեմն հավասար կշռության կոնցեպտի հետևորդները։ Իսկ գերմանական պատմական դպրոցը, հա, որի ներկայացուցիչը Շմոլերն էր, անվանումից, հա, մենք կարող ենք արդեն որոշ եզրակացություններ անել, պատմական դպրոց, ինչ անշուշտ պատմական, հա, այսինքն մենք մեթոդը հետևյալն էր, մենք չենք ուսումնասիրում այնպիսի ուրեմն ֆունդամենտալ եզրույթներ, ինչպիսիք է օրինակ արժեքը, ինչով է պայմանավորված արժեքը եւ այլն։ Մենք ուսումնասիրում ենք կոնկրետ դեպքեր, պատմությունը, ինչպես է զարգացել եւ այլն, եւ հա, ոնց որ кейսը վերցնում ենք, ոնց որ այսօր ուրեմն բիզնես կրթության մեջ տարածված մեթոդներից մեկը ուսուցման,
case study կոչեցելը, հա, որի մասին մենք դեռ խոսանք, երբ որ խոսանք բիզնես կրթության մասին մեր հաջորդ հաղորդումներում, բայց հիմա ասեմ, հա, դա շատ նման է դրան, այսինքն վերցնում ենք case-ը, հա, ինչ-որ դեպք է եղել, ուսումնասիրում ենք եւ փորձում ենք ինչ-որ մեր համար ինչ-որ բաներ հանել այդտեղից, ինչ կարելի է այդտեղից օգտագործել, հա, այսինքն գերմանացիները ասում են, որ դա գիտություն չի առհասարակ, այսինքն մենք չենք կարող ընդհանուր ինչ-որ հանենք ինչ-որ ընդհանուր, մենք ընդհանրապես ամեն դեպք ունիկալ է, ունի իր յուրահատկությունները, մենք պարզապես պետք է ուսումնասիրենք դեպքերը, հա, հետո հետագայում տեսնենք, եթե ուսումնասիրելու ընթացքում մենք կարողանանք ինչ-որ դրանից ընդհանուր տեսություն դուրս բերենք, կլինի, չլինի, ոչինչ, հիմա։ Իսկ այդ ուսումնասիրությունները պատմական դպրոցում, այսինքն հիմնված են կոնկրետ պատմական փաստերի վրա, պատմական եղելությունների, իրադարձությունների վրա։ Այո, հիմա ոնց է օրինակ բիզնես դպրոցներում case study-ն, հա, վերցնում են օրինակ Amazon-ի դեպքը, հա, case-ը։ Ու սկսում է, արեց, ուսումնասիրում։ Հա, կամ Apple-ի, կամ եւ այլն, հա, MBA կոչեցել, հա, ուրեմն ծրագիրը ինքը հիմնված է այդ case study-ների վրա։ Դա շատ տարածված է։ Որովհետև կառավարչական մտքում էլ, հա, տեսական մտքում այսօր կոնսենսուս կա, որ կառավարումը, հա, մենեջմենտը դա գիտություն է, թե որովհետև շատ մտածողներ ասում են դա ավելի շատ արվեստ է, քան գիտություն։ Եթե գիտություն չի, հա, արվեստ է, դա ուրեմն կախված է, հա, քո իմ շնորհքից, հա, կամ ես բիզնեսմեն եմ կամ ոչ, հա, այսինքն առանձնապես սովորացնել քեզ բիզնես անելու մի քիչ ստացվում է, որ տեղին չի, հա։ Ես չգիտեմ, ես այդ մեթոդին կողմնակիցը չեմ, հա, ես նաև կարծում եմ, որ մենեջմենթի մեջ էլ կարելի է գտնել ինչ-որ ընդհանրացումներ։ Էլի նորից դա չի դառնա, մենեջմենթը չի դառնա երբեք ֆիզիկայի նման գիտություն, բայց ինչ-որ գիտական օգտակար կոնցեպտներ, տեսություններ, հիպոթեզներ այնտեղ կարող են տեղի ունենալ։ Մենք հասանք նրան, որ հա կա տարբերություն հասարակական գիտությունների եւ բնական գիտությունների։ Հա բնական գիտություններում մենք համակերպվել ենք, որ ամեն ինչ չի, որ մեզ հասանելի է, հնարավոր է։ Հասարակական գիտություններում շատերը մտածում են, որ ոչ մի խնդիր չկա, հա, քանի որ ոչ թե գործ ունենք նույնության հետ, այլ ունենք կոնկրետ մարդկանց հետ, որոնք ունեն կամ գիտակցություն եւ այլն եւ այլն։ Ինչու են մարդիկ տենց մտածում, օրինակ եթե մենք վերցնենք տնտեսագիտությունը, հա, շատ մտքեր սահմանափակում է, հա, այսպես կոչած տնտեսագիտությունը, ժամանակակից տնտեսագիտությունը, այլ տնտեսություններ եւ այլն եւ այլն։ Մենք ուզում ենք, հա, որպեսզի բոլորս լինենք հարուստ եւ առողջ, ուրեմն ոչ թե աղքատ ու հիվանդ, բայց հա դուք ասում եք, որ դա հնարավոր չի, հա, ցանկացած տնտեսություն ասում է, գիտես ինչ, լավ բան ես ասում, բայց դա հնարավոր չի, որովհետև դու պետք է, չգիտեմ, պետք է դրա համար պետք է ինչ-որ ուժ գործադրես, ռեսուրս ծախսես եւ այլն։ Շատ ժամանակ ծախսած ռեսուրս ավելի շատ է, հա, քան ստացվելիք օգուտները եւ այլն, հնարավոր չի։ Ու մարդիկ ինչպես են արձագանքում այդ ամեն ինչին, հա, դուս շպրտենք այս տեսությունը, բան, ինչներից է պետք է տեսությունը, ինքը վատն է, ինքը հատուկ է դա երևի անում, այսինքն հատուկ է դնում այդ սահմանափակումները, իրականում ոչ մի սահմանափակում չկա, ինչ է խանգարում մեզ, մենք բոլորս համաձայն ենք, չէ՞, ուրեմն այդպիսի խելացի մտքերի հետ։ Մենք ուզում ենք լավ ապրենք, բայց ինչ-որ տնտեսագետներ մեզ խանգարում են անընդհատ, ինչ-որ ասում են, չի լինի, եւ այլն, հա, կոչենք իրանց, չգիտեմ, վատ անուններով, հա, լիբերալներ, լիբերաստներ, հա, բանկստերներ, ինչ ասես, հա, ասում են, հա, չգիտեմ, արնախումներ եւ այլն, ու ոչ մի բան չանենք այս ամեն ինչը։ Ես անձամբ ու վստահ եմ դու էլ ու մեր նման մտածող մարդիկ։ Կա մեր համար այսպիսի խնդիր։ Շատերը մտածում են, որ եթե սա վատ է, հա, ուրեմն էսա երևի թե կգա ինչ-որ նոր ուժ, նոր մտածող, նոր մարդ, հա, նոր տեսությամբ։ Եվ այդ տեսությունը, հա, կթուլացնի, հա, այդ սահմանափակումները կամ կհանի ընդհանրապես այդ սահմանափակումները, հա, եւ մենք բոլորս կլինենք, հա, հարուստ եւ առողջ։ Իրականում, Վլադ, ես հիասթափեցնեմ երևի, հա, այդ մարդկանց, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ ավելի առողջ տեսություն, ավելի հաջող տեսություն, այն իմաստով, որը գոնե կփորձի լուծել այսօրվա արդի խնդիրները, որը չի լուծում, հա, այս ամեն ինչը, ապա այդ տեսությունը ինքը իրականում ավելի խիստ սահմանափակումներ է դնելու մեր մտածելու, մեր ֆանտազիաների, հա, հնարավորությունների վրա։ Որովհետև ինչու եմ դա ասում, որովհետև շատ խելացի մտքեր, հա, իրանք վերցրած են այս գրքից։
շատ խելացի մտքեր թույլ է տրվում, հա, այս գիրքը, հա, ժամանակակից տնտեսություն։ Էլի նորից գիտություն, տեսություն, ես շատ վերապահվում եմ, հա, ասում գիտություն, տեսություն, որովհետև սա արդեն, չգիտեմ, ինքը միանակ պահպանել է ձևը գիտության։ Եվ մենակ այդ ձևի շնորհիվ կարողանում է ինչ-որ առաջարկություններ անել, անգամ եթե դրանք խելացի մտքեր։ Լավ, իսկ ի՞նչն է մեզ խանգարում ուղղակի մի կողմ նետել այս գիրքը եւ դրանից բխող տեսությունները ու շարժվել այն ճանապարհով, որը որ մենք օրինակ համարում ենք ճիշտ։ Ասեմ, որովհետեւ չկա այլ ընտրանք։ Չկա այլ ընտրանք։ Իրանք մի հատ ունեն մի հատ մեծ արգումենտ, որ երբ որ դու սկսում ես քննադատել, ասում են լավ, ասենք թե դու սա ճիշտ ես ասում, որն է այլ ընտրանքը։ Բնականաբար հրապարակ այնօրեն իրանք դա չեն ասի, բայց երբ օրինակ ասած հավաքվենք միտեղ, գնանք միտեղ պիվա խմելու, չէ՞, դրանից մեկը գա, հա, իրանից դնես, ինքը կասի լավ, սա ճիշտ ես ասում։ Լավ, ինչ ես առաջարկում, եսի վերցեցիք շփրտեցիք, ինչ անենք։ Չկա ոչ մի բան, հասկանում ես։ Հայաստանում չէ, չեմ ասում, աշխարհում չկա։ Ну, կարող է կա ինչ-որ, չգիտեմ, փակ ինչ-որ ինստիտուտներ, ինչ-որ մարդիկ, բայց որպես հանրություն, հա, գիտական, հա, չկա այլ ընտրանք սրան։ Արի այդ չկան էլ, հա, հասկանանք, չկա, որովհետև չկա, թե չկա, որովհետև կա, բայց նույնքան հայտնի չի, պոպուլյար չի, նույնքան տարածված չի, ճանաչված չի, ինչքան Վլադ ջան, իհարկե մենք ժամանակակից տնտեսագիտության այս տեսությունները։ Ես նկատի ունեմ, բնականաբար մենք բոլորին չենք ճանաչում, չգիտեմ քոնչո։ Հիմա ես օրինակ, չգիտեմ, նստած ինչ-որ բանով զբաղվում եմ, հիմա շատ մարդիկ չգիտեն ես ինչով եմ զբաղվում, հա։ Հիմա կարող են լինել բազմաթիվ մարդիկ, որոնք զբաղվում են դրանով, բայց հանրային, հա, դիսկուրսում իրանք չկան, այդ եմ ասում։ Հա, այսինքն այսօր չկա։ Մենք այստեղ հա մոտեցանք այդ մեյնսթրիմի գաղափարին, այդ գիտական մեյնսթրիմի։ Վերցրու։ Այսինքն մեյնսթրիմը սա է։ Այո, հա, վերցրու որը շատ հարցերի պատասխան չի տալիս արդի։ Անգամ հրաժարվում է որոշ հարցերից, անգամ հրաժարվում, անցած հաղորդման ժամանակ Как раз մի հատ բանը հիշեցի, այս ընթացքում մեր հաղորդումից հետո նայում էի մի հատ լիբերալ տնտեսագետի ոդկաստ, գիտես ինչ ասեց։ Էական չի իր անունը, չնայած կարամ ասեմ, բայց լավ ուրեմն ասա գետարկրի ինձ թվում է դիտողների։ Ուրեմն ինքը հայկական ծագմամբ ռուսաստանցի է, Ռուբեն Եկիպալով, ոնց էր ազգանունը։ Ինքը ռեշ դբրոցի ուրեմն տնօրենն է, ղեկավարն է եղել, հիմա հետո Հարվարդում է սովորել եւ այլն։ Ну, սկզբից ռեշում է սովորել, գնացել է Հարվարդ, հետո դարել էր ուրեմն ռեշի, այդ ռոսիյսկая экономическая школа-ն է ռեշը։ Հա։ Եվ ստեղ էր իրան կանչել էին ոդկասթի, ես միամիտ տեսա, ասեցի, դե ես գիտես ինչ դժվար է իմ համար լսել այդ մարդկանց, չես պատկերացնում։ Ես մի կերպ եմ էլի ինձ տրամադրում, որովհետև հակառակ պարագայում եք ասես լավ, բայց ինչ ես լսում, որովհետև ես պետք է լսեմ դա, հա, ստիպված եմ, հա, դա իմ մասնագիտությունն է, ես պետք է բոլորի կարծիքները լսեմ, հա, դա շատ ծանր է, բայց ես, որովհետև ես դասավանդում եմ եւ այլն, ես պետք է այդ թեմա, ես պետք է իրանց լսեմ ստիպված, հա, տենամ այնտեղ շարժ կա այդ մտքում, թե չէ, ուրեմն հաղորդավարը հարց է տալիս, ասում է как раз, հա, ճգնաժամի հետ կապված, բա ինչպես, բա ինչու չի կարողացել ժամանակակից տնտեսագիտությունը արձագանքի, հա, ժամանակին կանխի եւ այլն, գիտես ինչ ասեց։ Ասում է նույն պատասխանը, ինչ որ մենք նախկին հաղորդման։ Չէ, ասեք Լուկասը ավելի արդար եւ ավելի ակեղծ էր հանրության դեմ, դե որովհետեւ երևի Անգլիայի թագուհին էր հարցնում, չէր կարող, ասած տգետ պատասխան տալ, էլի։ Հա, որովհետեւ այդ դրանից հետո կարողա կարկոցեին, չգիտեմ, փչացած պամիդորներով, հա, իրանց վրա հարձակվեին։ Գիտես ինչ ասեց։ Ասած դուք մի հատ դեպք եք հիշացնում, որը այո, տեղի է ունեցել ճգնաժամը եւ ժամանակակից տնտեսագիտությունը չի կարողացել դրա ուրեմն դրա կանխատեսի։ Բայց եղել են ժամանակաշրջաններ, երբ որ պետք է լիներ ճգնաժամ, բայց մենք ուրեմն ժամանակակից տնտեսագիտությունը կարողացել է նենց անի, որ իրանք չլինեն։ Ահա։ Ես չգիտեմ ոնց մեկնաբանեմ դա հակագիտական, հա, կոնստրուկտ է, հա, հակագիտական մոտեցում է։ Ինչ է նշանակում իրանք մենք կանխատեսել ենք, դրա համար իրանք չեն եղել։ Ինչպես կարանք մենք ստուգենք, հա, տես ցանկացած հիպոթեզի, գիտության, տեսության, հա, որակը, հա, մակարդակը որոշվում է դրանով, որ այն ինչ որ դու ասում ես, ինքը պետք է սկզբունքայնորեն դու կարողանաս դա ստուգես։ Կամ որի արդյունքում կամ ընդունում ես, կամ հերքում ես։
Եթե դու ասում ես մի բան, որը հնարավոր չի ստուգել, հա, դա արդեն գիտական հիպոթեզ չկա։ Ինչու օրինակ դավադրությունը տեսությունը համարվում է ոչ գիտական, որովհետև ինչ ասվում է, մենք ոչ կարանք հերքենք, ոչ կարանք ստուգենք, ոչ կարանք հերքենք, ոչ կարանք հաստատենք։ Բոլոր այդպիսի հիպոթեզները համարվում են ոչ գիտական։ Հիմա մարդը, հա, տնտեսագիտական դպրոցի տնօրեն Հարվարդ, որտեղ հակագիտական բան ասում, հա, ոնց լուրջ դեմքով, հա, մենք կանխատեսել ինչ արձագանք ստացա այդ պատասխանը։ Տես, քանի որ դիմացի հարցնողը առանձնապես բան դա տենց, հա, բան, ինչ ասած, շատ դեպքերում մեր մոտ էլ, հա, ես նկատում եմ այդ խնդիրը, օրինակ լրագրողների մեջ կա այդ խնդիրը, հա, որ ինչ-որ տնտեսագիտական հարց են տալի, կամ պաշտոնյային կամ բան, իրանց գիտելիքների մակարդակը այդքան ցածր է, որ այն մարդը ինչ-որ բան է պատասխանում, այս մարդիկ անգամ ունակ չեն առաջի վերամշակման վերլուծություն անել, հա, եւ ինչ-որ մի կերպ, հա, խորանալ, հա, այդ հարցի մեջ, հա, ստեղ նույն ուրեմն պատմությունը, հա, այսինքն մարդը ասաց հակագիտական փաստարկ բերեց, հա, որի համար կարելի է ճղել իր ամբողջ բոլոր դիպլոմները։ Ես չգիտեմ ինքը դա հասկանալով ասես, չհասկանալով ասես, չգիտեմ, հա, ես ուղղակի փաստում եմ, ինչ որ տեսել եմ։ Վերցրան Նոբելյան մրցանակակիրների մինչև 70-ականներ, գիտես, հիմնականում ցանկները ստանում են այսպես կոչված սոցիալիստ տնտեսագետները։ Սոցիալիստ, պայմանական սոցիալիստ, այսինքն տնտեսագետներ, որոնք դա որ ժամանակաշրջան մինչև 70-ականներ։ Մինչև 70-ականներ։ Դա շատ կարճ պերիոդ է եղել, բայց ամեն դեպքում, հա։ Եվ երբ որ 73-ին, հա, ստացավ Հայեկը, երևի դու լսած կնաս, որտեղ ինքը նաև հայտնի է իր Չէ, ճիշտ ասած հայտնի չի։ Ինքը այսպես կոչված լիբերալիզմի կնքահայրերից մեկն է։ Ֆրիդրիխ ֆոն Հայկ, ավստրիական դպրոցի ներկայացուցիչ, ինքը շատ է գրել, մտածել եւ այլն, հա, տոտալիտար, ավտորիտար ռեժիմների, հա, դրանցից ձերբազատվելու եւ այլն։ Շատ լիբերալ հայացքներով տնտեսագետ էր եւ պատմում են այն ժամանակ, որ ինքը անգամ երբ որ ինքը ավստրիացի էր, ինքը գաղթել էր Ամերիկա, իրան անգամ չէին էլ վերցնում համալսարան դասավանդելու։ Այսինքն կոպիտ ասած իր գիտելիքների, հա, կարիքը չկար, պահանջար չկա իր գիտելիքները, որովհետև անգամ ամերիկացիները ասում են մինչև 70-ական թվեր մոտարպես, մեր մոտ տնտեսագետները դրանք հիմնականում մարքսիստներն են։ Որ ասում մարքսիստ մարդիկ միանգամից սովետն են պատկերացնում, պետք չի դες պատկեր։ Մարքսիզմը դա, հա, քաղաք տնտեսության գագաթնակետն է եւ շատ լուրջ ուրեմն ավելի գիտական տեսություն է, քան սա, էլի ամենայն դեպս, եթե վերցնենք։ Մարքսիստները այսինքն Մարքսի տեսության հետևորդներ։ Այո, քաղաք տնտեսության հետևորդներ են։ Քաղաք տնտեսության հետևորդներ։ Մարքսը մեղավոր չի, հա, որ իր գիտությունը սովետական մարքսիստները, հա, սակեցին, չգիտեմ ինչ։ Իսկ արևմուտքում շատ տնտեսագետներ են, իրանք այդ հունի մեջ էին մտածում։ Եվ երբ որ Հայեկին տվեցին, ինքը շատ զարմացավ, հա, որ լիբերալ հայացքներով, հա, տնտեսագետին տվել են Նոբելյան մրցանակ։ Եվ վիճակը սկսեց փոխվել 90-ականներին, իսկ հիմա դուք արդեն չեք տեսնի ինչ-որ մարդ, հա, այնց հետաքրքիր է, որը այլ ընտրանքային տեսակետ է ապահովում։ Ինձ այդ անցումն է հետաքրքիր, այսինքն մինչև 70-ականների կեսեր կամ առաջի 70-ականների առաջի տարիները, հա, 71-72 սոցիալիստներն էին Նոբելյան մրցանակ ստանում, ու եթե այդ մեր տերմինաբանությամբ խոսանք, մեյնսթրիմը դա էր, ինչը դրթեց, ինչ փոխեց, այդ անցումն է ինձ հետաքրքիր, ինչ փոխվեց, որ հետո լիբերալները սկսեցին ստանալ Նոբելյան մրցանակներ ու նրանց տեսությունը դառավ գիտական մեյնսթրիմ, այսպես ասած, աշխարհաքաղաքական process-ներն էին, քաղաքական գուցե դե զուտ տնտեսական իրադարձություններն էին, ինչը ազդեց։ Ես հավելեմ, էլի, այդ որովհետև ներողություն, ես մի քիչ էլ հավելեմ, որ ավելի པարզ լինի, կարծես էլ սառը պատերազմի ընթացքում ա եղել այդ անցումը, այսինքն ինչ-որ լուրջ իրադարձությունները աշխարհում, ինչ-որ աշխարհակարգի փլուզում կամ մի աշխարհակարգից դեպի մյուս անցում չի եղել։ Սառը պատերազմի շրջանակում, նույն իրավիճակում անցումը կատարվել մի տեսությունից մյուսին։ Ոչ թե մի տեսությունից մյուսին, մի մոդելից մյուսին։ Մի մոդելից մյուսին, այո։ Տես, ես հավելեմ նախորդ ասածս, որ իրանք չէին կոչում իրաց սոցիալիստներ կամ մարքսիստներ, ես իմ կողմից եմ ավելացնում։ Իրանք կոչում են կենսիանացիներ հիմնականում, հա, այսինքն Ջոն Մեյնարդ Քենսի հետևորդներ։ Այո, Քենսի։ Քո ասածը ճիշտ է, այդ շրջադարձը տեղի ունեցավ, որովհետև տեղի ունեցավ կենսիանության այսպես կոչված անկումը։
Քենսի տեսությունը, քենսիանությունը, հա, ոչ թե քենսի, որովհետև քենսի տեսությունն ու քենսիանությունը դա տարբեր բաներ են։ Քենսականություն կարծեմ։ Քենսականություն, հա, երևի։ Քենսիանство ռուսերեն ասում, հա։ Դա ոչ թե քենսի տեսությունն է, շատերը մտածում են դա նույն բանն է, ոչ, քենսի տեսությունը դա մի բան է, քենսիանությունը, հա, դա քենսի հետևորդների ներկայացրած մտքեր են, որոնք պարտադիր չէ որ բռնում էին, հա, քենսի տեսակետի հետ, հա, այդ պետք է ֆիքսենք։ Այո, ճգնաժամ էր քենսիանությանը, քանի որ նա չէր կարող պատասխանել այն ժամանակվա արտիր խնդիրներին։ Եվ դուս եկավ ասպարեզ բարոն Միլտոն Ֆրիդմանը, որը մինչև այսօր համարվում է լիբերալ հայացքների, տնտեսագետների, հայրը։ Երևի հայրը քիչ ասել, երևի Քրիստոսը, հա, ասենց եթե համեմատենք, հա, անալոգիա անենք, երևի նա է, նա Քրիստոսն է։ Մոնետարիզմը, որը նեոդասական տնտեսագիտության, հա, որ մենք ասենք, հիմնական ուղղություններից մեկն է։ Եթե դու հիշես քաղաքագիտությունից, երևի կհիշես հետևյալ տերմինը, ռեյգանոմիկա։ Ռեյգանի ժամանակաշրջանում նոր կուրս Ամերիկայի տնտեսության, Ռեյգանը երբ որ սկսեց, հա, եկավ իշխանության, նույնը Բրիտանիայում Թետչերիզմը, Ռեյգանոմիկան, տնտեսական տեսական, իրանք շատ նման են, հա։ Դա հենց մոնետարիստների, գաղափարների կիրառումն է տնտեսությունում։ Այսպես կոչված առաջարկի տնտեսությունը, որ մեր մոտ մեկ-մեկ լսում ես, մենք պետք է պահանջարկի տնտեսությունից անցնենք առաջարկի տնտեսություն։ Պահանջարկի տնտեսությունը, եթե ես տենց չեմ ձևակերպում, որովհետև ինչ է նշանակում պահանջարկի կամ առաջարկի տնտեսություն։ Չկա տնտեսություն առանց պահանջարկի ու առաջարկի միաժամանակ, հա։ Բայց գաղափարը հետևյալն է, եթե քենսիանությունը ինքը իրանից ինչ է ներկայացնում, ինչ մոդել էր։ Դուք պետական աջակցության հաշվին, հա, ստեղծում եք պահանջարկ, հա, դա խթանում է ներդրումները եւ այլն եւ այլն։ Անկամ եթե պետությունը չունի միջոցներ, հա, ինքը պետք է դա անի արտքերի հաշվին։ Ավելացնելով պետական բյուջեի դեֆիցիտը, հա, եւ այլն եւ այլն։ Տնտեսությունները սկսեցին հատակել մեծ պարտքեր եւ առանձնապես արդյունք չկար, ու սկզբից կար արդյունք, հա, որովհետեւ մենք տեսանք գերմանական հրաշք, եթե գիտես, հա, պատմության մեջ կար գերմանական հրաշք, որ հիմա ասում են, չէ, չինական հրաշք, կորեական։ Ուրեմն պատերազմից հետո մենք տեսանք գերմանական հրաշք, մենք տեսանք իտալական հրաշք, շատ քիչ են խոսում, հիմնականում բոլորը խոսում են գերմանական հրաշքի մասին։ Հա, ես օրինակ իտալական հրաշքի մասին։ Բայց միևնույն ժամանակ այդ դրա մասին խոսենք, ինչու օրինակ նույն երևույթը տեղի ունենում, հա, եւ մեծարում են Լյուդվիգ Էրխարդին, ասում են, հա, Լյուդվիգ Էրխարդը եւ այլն։ Կողքը միաժամանակ տեղի ունենում իտալական հրաշք։ Նույն պարամետրներով, այսինքն նույն աճի տեմպերը, որոնք կային Գերմանիայում, կային նաեւ Իտալիայում։ Պարզապես գիտես ինչ, այն օրինակ քաղաքագետներին պետք է հարց տես, էլի օրինակ, այդ ժամանակ Իտալիայում չկար ինչ-որ Լյուդվիգ Էրխարդ, հա, ինչ-որ մեկը չկար, որ դու ամեն ինչը վերագրեիր իրան, այնտեղ երևի 2 տարի մեկ կառավարություններ փոխվում։ 2 տարի, այն որ մենք մտածում ենք կայունությունը, քաղաքական կայունությունը դա անպայման ուրեմն պետք է լինի, թե չի առանց դրան տնտեսական աճ չլինի, ակնհայտորեն, հա, 2 տարի մեկ, հա, Իտալիայում իշխանություններ փոխում, բայց կար մեխանիզմ, հասկանում, կամ մենք խոսանք դրա մասին, հա, բայց ես ուղղակի հիմա ակնարկեմ, կա մեխանիզմ աճի, հասկանում ես։ Քաղաքականություն եւ դա իհարկե ազդում է այդ ամեն ինչի վրա, բայց եթե այդ մեխանիզմը դա աշխատում է, հա, դու կարող ես դանդաղացնես, կարող ես արագացնես, բայց այդ մեխանիզմը աշխատում է, հա։ Եթե կա այդ մեխանիզմը աշխատում, ուրեմն ինքը կաշխատի։ Եթե չկա մեխանիզմ, ուզում ես քաղաքականությունը ուրեմն լինի փայլուն, չգիտեմ ինչ։ Ուզում ես կոռուպցիան սարքի 0, ընդհանրապես ոչ մեկ եւ այլն, բոլորը լինեն սիրեն, իրար պատճեն եւ այլն եւ այլն։ Կոմոդ չի լի զարգացում։ Պետք է հասկանաս մեխանիզմը։ Ես ավելին ասեմ, կան այդ ժամանակ տեղի ունենում նաեւ հունական հրաշք եւ հետո իսպանական հրաշք։ Առհասարակ դա արևմտյան Եվրոպայի ուրեմն պատերազմից հետո զարգացումներ, հա, ճապոնական հրաշքը այդ ժամանակը գնում եւ այլն։ Այդ մեխանիզմները մենք քննարկենք ինչու է տեղի ունենում եւ ինչու դա չէր տեղի ունենում օրինակ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, հա։ Ինչու 90-ականներին սկսեց Ասիայում, հա, նորից մենք տեսանք, չէ, վագրեր, հա, ասիական վագրեր։ Դա նույն հրաշքներն են, էլի։ Եվ ինչու post-սովետական երկրներում մենք չտեսանք այդ հրաշքները, հա, եւ այլն։ Մենք դա խոսանք դա։ Հայաստանի մասին այդպիսի խոսք կար, հա, Կովկասյան վագր, երևի կհիշես, դա 2000-ականների կեսերին էր այդ անվանումը շրջանառության մեջ,
Իհարկե չեմ ասում, որ հիմա այդ մասին խոսենք, որովհետեւ դա ծավալուն թեմա է։ Չէ, ես ուղղակի մեկնաբան եմ, բայց հա, քո այդ քմծիծաղի իհարկե արդեն շատ հարցերի պատասխան տվեց, էլի, ինչքանով էր Հայաստանը Կովկասյան վագր։ Այսպես ուղղակի հիշեցի, ասիական վագրերի հետ այդպես անալոգիա են, էլի, անցկացնում, անալոգիա, որ այս որտես բաներ եմ լսում, սկսում շատ հարգանքով եւ շատ ոնց ասեմ, սիմպաթիայով վերաբերել բժիշկներին, որոնք պայքարում են շիզոֆրենիայի դեմ։ Ես հասկանում եմ ինչքան դժվար է իրանց աշխատանքը։ Այստեղ մենք գործ ունենք շիզոֆրենիայի հետ։ Մենք հետո իհարկե կուսումնասիրենք, հա, այդ ինչ է, այդ ինչ վագրեր, վագրը թե վագրը չէ։ Ինչով էր պայմանավորված այդ ամենը։ Այդտեղ բարձր այս գրքով, հա, դու եթե ես գիրքն ես կիրառում, հա, վագրը, չգիտեմ, կատույա, առյուծա ինչա, հա։ Թե մենք մի քիչ այլ, մենք մեր տեսանկյունից կնայենք, հա, մեր գաղափարի տեսանկյունից, աշխատանքի բաժանման տեսանկյունից, դու կտեսնես, որ ոչ մի վագր, ոչ մի բան այնտեղ չկար։ Աշխարհում տեղի ունեն որոշ գործընթացներ, ինչ-ինչ պատճառներով մենք դարձել ենք մասնակից։ Մենակ մենք չենք դառել մասնակից, օրինակ մեզ վագր բան են ասում, բայց միևնույն ժամանակ, նույն ժամանակաշրջանում մնացած բոլոր ԱՊՀ պետությունները, հա, սովետական նախկին պետություն, իրանք աճում են ավելի արագ, քան մենք, իմիջիալոց ասեմ, հա։ Դրա համար ինչ-որ մեզ առանձնացնել իրանցից, հա, ես չգիտեմ։ Մենք միջինից ցածր ենք։ Վերցնում են, հա, այդ պոստսովետական երկրների աճը, այդ տարիներին։ Այո, այդ տարիներին, հա։ Ու մենք միջինից ցածր ենք։ Այո, այդ մեր 10-12 դա կար, բայց դա մենք միջինից ցածր ենք։ Կազախստանը իշքան հիշում եմ, հիմա չեմ հիշում թվերը, բայց իշքան հիշում Կազախստանը, բան մեզից առաջ են, մեզից արագ են, հա։ Այսինքն եթե մենք վագր ենք, ընդ ինչ է, դրակոն էր երևի, ինչ է, ասիական, ինչ էր, ասիական դրակոն։ Ընդեղ էլ են երևի պատմում, էլի, դες պատմություններ են պատմում, էլի։ Միջին ասիական։ Հա, ու իմիջիալոց, քանի որ այդ ակնարկը արեցինք, այստեղ էլի, հա, մենք խոսանք դրա մասին, բայց ասեմ, հա, շատերը դա պայմանավորվում են ինչ-որ անձերի հետ, հա, ոնց որ Գերմանիայում Լյուդվիգ Էրխարդն։ Այո, այստեղ էլ մենք մեր Լյուդվիգ Էրխարդներ ունենք, էլի։ Այո։ Ու ասում են, այս մարդու շնորհիվ եւ այլն եւ այլն։ Ուրեմն, եթե դուք վերցնեք, օրինակ ոնց կարելի է հերքել այդ հիպոթեզը։ Ну կամ հաստատել կամ հերքել։ Մենտես ես հերքում եմ, հա, գիտական մեթոդով։ Արի վերցնենք մի պետություն, որը շատ նման է մեզ, հա, կառուցվածքով։ Ունի նույն պատմությունը, հա, բывший սովետական պետությունը, շատ նման է կառուցվածքով, հա, ասենք հում կարտահանող եւ այլն, հա, բայց որպեսզի այնտեղ լիդերը չփոխվի։ Այսինքն լիդերը 90-ականներից, հա, 2000-ականներից մինչև այսօր։ Տնտեսական կառուցվածքով մեզ նման, բայց որ լիդերը չփոխվի, օրինակ Բելարուսյան կամ Կազախստանը։ Կազախստանը։ Շատ նման, հա, իրանք ռեսուրս արտահանող երկրներ են։ Ես չեմ խոսում կենսամակարդակի մասին, բարձրացած, բայց կառուցվածքը նույնն է։ Լիդերը չի փոխվել։ Ուրեմն վերցնում ես Ղազախստանը, Նազարբաևը, անփոխարինելի առաջնորդ, չէ։ 2000-ականներին Ղազախստանի սուպեր աճ եւ ֆինանսական ճգնաժամից հետո սուպեր անկում, ոնց որ մեր մոտ։ Հիմա այն մարդիկ, որոնց պնդում են, որ ինչ որ մարդկանց հաշվին մենք չեմ ուզում անունները տամ, իմաստ անունները ստեյական, որոնք պնդում են, որ այս առաջնորդի անունները բոլորը գիտեն, այս առաջնորդի ժամանակ մենք ունեցել ենք, չգիտեմ, սուպեր, իսկ եկավ ինչ-որ այլ առաջնորդ, ես չեմ ուզում ինչ-որ մեկին արդարացնեմ կամ, պարզապես զուտ, տեսեք, դուք վերցրեք համեմատեք։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասեք, Ղազախստանը ոնց է կոչվում այդ հիվանդությունը, հա, ռուսերեն ասում են, раздвоение личности, հա։ Անձի երկվություն։ Հա, անձի երկվությունը տեղի ունեցել, հա, բանի մոտ, Նազարբաևի մոտ, միջև ֆինանսական չգիտեմ, դա մի Նազարբաև էր, հետո վդրուկ դարավ ուրիշ Նազարբաև։ Աճի ժամանակ մի Նազարբաև էր, անկման ժամանակ ճգնաժամի ուրիշ Նազարբաև։ Հա, բնականաբար այնտեղ դե մարդիկ ասեն, դե բան, դե ինքը չէր կառավարում, բան, ասես։ Այո, նման պնդումների իհարկե ծիծաղելի են։ Շատերը ուղղակի չգիտեն, ծանոթ չեն մյուս երկրների, հա, հետսովետական մյուս երկրների օրինակներին, ծանոթ չեն նաև այդ աճի ու անկման տենդենսներին, դրա համար պայմանավորվում են անձերով։ Ես ինչի բերեցի համար իհարկե պրիմիտիվ ու ծիծաղելի մոտեցում։ Նախորդ հարցը, հա, ինչի մասին է, որ խնդիր կա հասարակական գիտություններում, մենք չենք կարող լաբորատորիա էքսպերիմենտ անցկացնել, բայց այդտեղ տես պատմությունը մեզ բերեց օրինակ, հա, կյանքը։
հա, եւ տնտեսագիտությունը հենց տենց էլ արվում է, հա, կյանքն է բերում քեզ кейսեր, հա, որպեսզի դու կարողանաս, հա, ինչ-որ էքսպերիմենտել անել։ Տես, մեզ կյանքը ստե բերեց кейսեր, որ մենք կարողացանք, հա, ոնց որ համարյա տեգրետ լաբորատոր էքսպերիմենտ անենք։ Հայաստանում ընթանում են գործընթացներ։ Նույն գործընթացները ընթանում են ինչ-որ այլ երկրում, հա, եւ մենք կարողացանք, հա, համեմատել, հա, այնտեղ ինչա տեղի ունենում, ստե ինչա տեղի ունենում, հա։ Մեր մոտ 2 հատ լիդեր էր այդ ընթացքում, այնտեղ մի հատ լիդեր։ Մենք հարցադրումը հետել, արդյոք դա պայմանավորված էր ինչ-որ քաղաքականությամբ մարդու կողմից իրականացվող։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ, կար մեխանիզմ, ինքը աշխատում էր։ Անկախ դրանից փոխեք իրաց տեղերով նույն բանն է լինելու։ Դա իմ ասածը։ Կապել դա ինչ-որ քաղաքականության հետ կոնկրետ, հա, որ Լուդվիգ Էրխարդը Գերմանիայում, ինչեւ այսօր բոլոր ասում են Լուդվիգը։ Ես չեմ ուզում ասեմ, որ մենք չենք կարողանում, հա, մեր մոտ այդ թյուրն բռնումը։ Գերմանիայում էլ կա այդ աշխարհում է։ Գերմանիայի հրաշքը պայմանավորել Լուդվիգ։ Ես չեմ հերքում, որ Լուդվիգ Էրխարդը եղել է պատրիոտ, մտածում էր ազգի մասին եւ այլն։ Ես չեմ ուզում ասեմ կանցլերն է, չէ՞։ Ինքը սկզբից էկոնոմիկայի նախարարն էր, հետո դարավ կանցլեր։ Ես չեմ ժխտում, հա, իր ներդրումը, բայց հասկանում եք, մի բան է, հա, այդ մարդը աջակցում էր ինչ-որ գործընթացին, որը տեղի էր ունենում անկախ Լուդվիգ Էրխարդից, հա, ինքը չէր խափանում այդ գործընթացը, չէր խանգարում այդ գործընթացին, աջակցում էր, հա, գնում էր։ Չէր լինի այդ մեխանիզմը չաշխատեր 6 հատ 15 հատ Լուդվիգ Էրխարդ լիներ, հա, ոչ մի բան չէր լինի։ Տնտեսությունը, մանավանդ գլոբալ տնտեսությունը այսօր ինքը ունի այնպիսի կառուցվածք, Վլադ ջան, որ շատ դժվար է ինչ-որ մի անձի կողմ դա ազդել այդ գործընթացի վրա։ Պատկերացրեք այսօրվա, հա, ֆինանսական գլոբալ, հա, հոսքերը, տեղաշարժերը եւ այլն եւ այլն։ Ինչ-որ մի փոքր անգամ Գերմանիայի նման երկիր չի կարող, հա, չխոսամ, հա, մեր մասին։ Ինչի համար եմ այսքան, հա, այդ դեպքի այդ օրինակը բերում, որովհետեւ այսօր էլ մեր մեջ կա այդ կարծիքը, որ այ էսի եկավ, բան չի, հեսա կգա ինչ-որ մեկը, հեսա մենք կլինենք եւ այլն եւ այլն, վագր կլինենք էլի նորից բանը եւ այլն եւ այլն։ Որպեսզի մենք այդ խելացի մտքերը, հա, նորից խելացի մտքեր են դրանք։ Մի անգամից, հա, մի քիչ խոր ուսումնասիրություն անելուց հետո ակնհայտ է դառնում, որ սա ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Կարա հարց առաջանա, լավ, ինչներից է պետք է ամեն ինչը, հա։ Ինչներից է պետք է տեսությունը։ Վերադառնամ, հա, գրավիտացիայի օրենքներին եւ մարդկանց թռչելու վերաբերյալ մտքերին։ Տես, միջև Նյուտոնի մեխանիկայի, հա, գրավիտացիայի օրենքների բացահայտումը մարդկանց փորձերը թռչելու ձախողվում են։ Գրքեր կա դրա մասին, ֆիլմեր կա, չէ, որ մարդիկ փետուրներ էին կպցնում, բան եւ այլն։ Էյֆելյան աշտարակը։ Այո, դա ինչի մասին էր, դա անգրագիտության, հա, տգիտության, տեսությունը չիմանալու կամ չընդունելու վերաբերյալ էր։ Իսկ երբ մենք սկսեցինք թռչել, մարդկությունը սկսեց թռչել։ Երբ որ մարդը հրաժարվեց ինքը իրենով թռչելու գաղափարից, երբ որ մենք հասկացանք, որ մենք չենք կարող թռչել, մենք հասկացանք դա, մենք ընդունեցինք, պետք է ստեղծենք ինչ-որ ապարատ ու նստենք դրա վրա։ Մենք ապարատը մենք ընդունեցինք, որ դա հնարավոր չի։ Մենք ուսումնասիրեցինք այդ օրենքները, հասկացանք այդ օրենքները, ինչպես են իրենք աշխատում, նոր դրա հիման վրա կարողացանք, հա, ստեղծել արդեն ապարատը եւ այլն, որովհետեւ ցանկացած, հա, այդ ապարատի ստեղծողը, հա, իր գլխում ունեցել է Նյուտոնի մեխանիկան, հա։ Ինչպես է, հա, աշխատում բնությունը։ Հիմա մեր խնդիրն է, հա, իմ խնդիրն է, քո խնդիրն է, մեր նման մտածող մարդկանց խնդիրն է, որ մենք ուզում ենք, ես ուզում եմ անձամբ, որ ուզում եմ մարդկանց սովորացնել թռչել հասարակական կյանքում, հա, բայց որպեսզի դա հնարավոր լինի, մարդիկ պետք է սովորեն այդ սահմանափակումները, հա, մենք պետք է հանենք այդ սահմանափակումները, բայց ո՞նց մենք կարանք հանենք այդ սահմանափակումները, մենք պետք է ուսումնասիրենք այդ սահմանափակումները, հասկանանք այդ, ընդունենք այդ սահմանափակումները, որ իրանք կան, ոչ թե ոնց, ես ուզում եմ լինել հարուստ եւ առողջ, հա, չեմ ուզում լինեմ, ինչ ուզում եք արեք, հա։ Ոչ, կան սահմանափակումներ եւ մեր խնդիրն է հասկանալ այդ սահմանափակումները։ Նոր դրա հիման վրա կարելի է շարժվել առաջ, այսինքն հասկանալ ինչ կարելի անել ստեղծված իրավիճակում։ Ինչքանով է տեսությունը պրակտիկորեն կիրառել, հա, տեսության պրակտիկ կիրառելիության մասին, եթե փորձեմ այսպես ձևակերպեմ, կուզեի այդ մասին մի քիչ խոսենք։ Շատ են ասում, որ հա, լավ է ամեն ինչ տեսությունը բան պետք է, բայց հա, բայց կարծես տեսությունը այդպես է մնում է տեսություն։ Հա, բայց
տեսությունը պրակտիկ չեն։ Ես հասկանում եմ այդ ասածները, բայց չեմ կարող ընդունել դա, հա, որովհետև տես, արի հասկանանք ինչ նկատի ունեն մարդիկ եւ որ ասում են պրակտիկ, հա, ինչ է նշանակում պրակտիկ։ Պրակտիկ նշանակում է այն ինչը որ շուկայում ունի սպառում, չէ՞։ Այսինքն շուկան պատրաստ է, սպառել, հա, պարզունակ մտքեր, կամ խելացի մտքեր, հա, հիշատակած, հա, խելացի մտքեր, ինքը պատրաստ է, հա, ինքը պատրաստ է այսօր ցանկացած մի բան սպառել, հա, որը հեշտ ընկալելի է եւ այլն։ Շուկան պատրաստ է այսօր դրա։ Գնացիր TikTok-ում, թռվռացիր, երգեցիր, եսի ինչ, հա, աուդիտորիա հավաքեցիր, հա, ու իբր դու ուրեմն պրակտիկ ես, էլի։ Իսկ մենք որ խոսում ենք ֆունդամենտալ բաների մասին, մենք պրակտիկ չենք ստացվում, էլի, այդ տեսանկյունից։ Բայց ես մի հարց եմ ուզում տամ, ինչ կապ ունեն այդ մարդիկ եւ իրանց գործունեությունը, այսպես կոչված պրակտիկ գործունեությունը իրական խնդիրների հետ, օրինակ մեր երկրում եղած խնդիրների հետ։ Շատ լավ։ Ոչ մի կապ չունի։ Ինչքան ժամանակ է սովորացնում են դուք պետք է լինեք պրակտիկա, հա, բոլորը պրակտիկ են, բոլորը կրեատիվ են, հա, եւ այլն, հա, բայց խնդիրները ոնց կային, տենց են մնում, հա, այսինքն պրակտիկությունը մեզ ոչ մի բան չտվեց, հա, իրական խոսալով, հա, տեսության պրակտիկության մասին, եթե մենք վերցնենք այդ բոլոր մարդկանց, որոնք այսօր խոսում են, հա, պրակտիկայի մասին, որոնք պրակտիկ են եւ այլն, արդյոք իրենց գործունեությունը նպաստում է նրան, որպեսզի մենք լուծենք, հա, այդ խնդիրները կամ գոնե մոտենանք, հա, ինչ-որ ձևի այդ խնդիրների լուծման։ Այսօր շատ ես լսում, օրինակ, չգիտեմ, կրեատիվ զանգված, կրեատիվ, հա, ընդհանուր հիշատակում են, հա, այդ տերմինը, ինչը ներկայացնում իրենցից այդ մարդիկ, հա, որոնք կրեատիվ են։ Գիտեն, հա, սովորել են, իրենց սովորեցրել են, հա, ասել ճիշտ բառեր։ Ինովացիաներ, մարդկային կապիտալ, ազատություն եւ այլն, սովորել են, հա, որտեղ ասեն այդ բառերը, ում մոտ ասեն, շատ ժամանակ պարզապես ուզում են մարդիկ, հա, դուր գալ, օրինակ իրանց, չգիտեմ, ղեկավարներին, իրանց լսարանին եւ այլն։ Այսինքն ասել այն, ինչ լսարանը ուզում է քեզանից լսել։ Ոչ թե այն ինչ օգտակար է, այլ այն ինչ որ ուզում են մարդիկ լսել։ Ես շատ եմ առնչվում այդ խնդրի հետ լսարաններում, ուսանողների հետ, երբ որ ինձ ասում են, գիտես, մենք հասկանում ենք, հա, տեսական գիտելիք էսքում ենք, բայց դա կարելի է օրինակ, չգիտեմ, ինչ-որ ներկայացնել, որ ուսանողներին լինի հետաքրքիր, ու օրինակներ են ինձ բերում, ասում են, այ ես օրինակ եղել եմ, չգիտեմ, որտեղ, մի հատ, չգիտեմ, արևմտյան մի հատ համալսարանում, հա, ասում են, այնտեղ օրինակ էս առարկան դասախոսը նենց է ներկայացնում, որ բանը մենք հետաքրքրությամբ լսում ենք, բայց պետքա տարանջատել, հա, այստեղ, պետք չի խառնել, հա, հետաքրքրությունը օգտակարության հետ։ Առարկան, թեման կարող լինի շատ հետաքրքիր, հա, շատ հետաքրքիր ներկայացվի, հա, բայց դա լինի զերոյական օգտակարություն։ Հիմա օրինակ մատ անալիզը շատ բարդ, շատ դժվար առարկա է, մաթեմատիկական անալիզը, եւ ուսանողները շատ ժամանակ նեղվում են, ասում են մատ, եւ այլն, ծանրը եւ այլն։ Այո, հիմա օրինակ մատ անալիզի դասախոսը ոնց ձեզ հետաքրքիր ներկայացնի մատ անալիզը, ինչը թռվռա, հա, բարի, հա, ձեր մոտ ինչ անի ինքը որպեսի։ Այո, դա գիտություն է, հա, դա մի առարկա է, որ այո, շատ ծանր առարկա է, բայց եթե մենք դիտարկենք դա օրինակ օգտակարության տեսանկյունից, դա շատ ուժեղ, հա, զարգացնում է, հա, մտավոր ունակությունները մարդու, պայթեցնում է ուղեղը, կարելի ասել։ Այդ իմաստով ստե հետաքրքրությունը չէ, որ պետք է բնորոշի, հա, դիսցիպլինան կամ եւ այլն, նույնն էլ մեր դեպքում։ Կարող է շատ հաճախ մենք խոսում ենք, հա, ես շատ խորը, հա, ինչ-որ տեսական, ինչ-որ բաներ ենք մենք քննարկում, բայց սա պետք է, որպեսզի մենք հասկանանք մնացածը։ Պարզունակ ձև սրա ներկայացնելու, ես ինչքանով փորձում եմ, հա, ինչքանով ստացվում է, հա, պարզեցնում եմ նենց, որ մարդը պարտադիր չի ունենա ինչ-որ, չգիտեմ, գիտելիքներ, հա, տեսական եւ այլն, օրինակներով բան մենք բերում ենք, բայց մեկը ինչ-որ հարցեր, հա, ինչ-որ տեսական լուրջ հարցեր, պետք է լարել ուղեղը, լարել ուշադրությունը, հա, մի քանի անգամ կարող է, հա, դու բանը լսես, հա, որպեսզի հասկանաս։ Հավելեմ ուղղակի վերջում, որ եթե անգամ ինչ-որ մարդիկ համարում են, որ այն ինչ որ մենք անում ենք դա պրակտիկ չի, հա, ես կարծում եմ, որ սա ամենապրակտիկ բանն է, որ այսօր պետք է անենք։ Անաչար եւ օբյեկտիվ
ընկալում, վերլուծություն, թե ինչա տեղի ունենում։ Սա ամենապրակտիկ բանն է, որ այսօր պետք է արվի։ Հիմա մենք կտեսնենք, հա, մենք հիմա կմտնենք նախընտրական փուլ եւ մենք կտեսնենք էլի մարդիկ ելնեն էսկո մենք շատ ժամանակ խոսում ես մարդիկ ասում են դե հերիքա էլ ինչ է խոսում, սա որ պետք է գործել։ Հիմա կսկսեն մարդիկ գործել, հա։ Մենք տեսել ենք անցյալում, հա, որ մարդիկ ելնում էին, հա, եւ գործում էին։ Եվ տեսնում ենք արդյունքները հա այդ գործունեության։ Հիմա նորից մենք ընկնել ենք այդ փուլը, որ մարդիկ, հա, ելնելու են սկսեն գործել, հա, այսինքն պրակտիկայով զբաղվել, հա, իսկ մենք իբր թե պրակտիկայով չենք զբաղվում, հա, մենք չգիտեմ ինչով ենք զբաղվում, պրակտիկան է կարևորը, ելեք գործեք։ Իմ համար երևի դա աքսիոմա է, էլի արդեն, որ եթե մարդկանց ակտիվ գործունեությունը ամրապնդված չի համապատասխան մտավոր գործունեությամբ, ապա մարդիկ դառնում են իրենց այդ պրակտիկ, հա, այդ ակտիվ գործունեության հենց զոհերը։ Եվ մենք բազմաթիվ դրա օրինակները հենց մեր պատմության մեջ կարող ենք տեսնել, հա։ Երբ որ մարդիկ ավելի խորը մտածելու, հա, սկսում են, հա, ելնելով, հա, հիմնվելով ինչ-որ մեր հիշատակած խելացի մտքերի վրա, սկսում են գործել, հա, եւ դառնում են հենց իրենց գործունեության, հա, զոհեր, հա, կարելի ասել։ Ես կարամ օրինակ բերեմ։ Սովետական միության ժամանակ սովետական ինժեները, հա, դա եղել է, չգիտեմ, բրենդը, հա, երևի աշխարհից։ Սովետական ինժեներ, տենց մի հատ բան կար, չէ՞, ասած ստատուս կար, կարգավիճակ կար մարդու, ինժեներ, հա, դա առաջադեմ, հա, ինչ որ սենց շատ կարևոր ստատուս ունեցող կարգավիճակ ունեցող մարդիկ են իրանց տեղ էին տալի հասարակության մեջ եւ այլն եւ այլն։ Եվ երբ սովետական միության եւ արևմուտքի միջև այդ լարվածությունը մի քիչ նվազել էր, եթե կհիշես, Վլադ ջան, փորձի փոխանակումով հա մարդիկ գնում էին, մենք գնում էինք, մեր ինժեներները գնում էին արևմուտքը իրենց գալիս են ստե եւ այլն։ Եվ երբ որ սովետական չեմ հիշի, բայց կարծած ուզում ասեմ պատմությունից, ոչ թե դու հիշում ես, ես էլ հիշում եմ պատմությունից, հա, որ երբ որ սովետական միության ինժեները հայտնվում էր արևմուտքում, ինքը նկատում էր մի շատ տարօրինակ իր համար առաջին հայացքից բան, հա, որ ինքը լինելով շատ ավելի բազմապրոֆիլային մասնագետ, շատ ավելի խորը գիտեր իր մասնագիտությունը եւ այլն, բացի դրանից սովետական ինժեները, չգիտեմ, կարդում էր օրինակ Շեքսպիր, գնում էր թատրոններ եւ թանգարաններ, հա, այսինքն sense բազմակողմանի sense զարգացած մի հասարակության ներկայացուցիչ է։ Ինքը նայում է իր արևմտյան գոլեգային եւ տեսնում էր այնտեղ իր համեմատ մի քիչ պրիմիտիվ ավելի, այսինքն պրիմիտիվ ինչ իմաստով, որ նեղ մասնագիտացված, ինքը նեղ ինչ-որ մասնագետ, ոչ առանձնապես ինչ-որ կարդացած է, ես իմ ինչա եւ այլն, Շեքսպիր չի կարդում, ուրեմն թատրոններ չի գնում, հա, ասենց, ու առանձնապես մասնագիտության մեջ էլ տենց ինչ-որ չէր բան, որտեղ բոլորն էլ նշում են, հա, որ մեր ինժեները ավելի հմուտ էր եւ այլն։ Բայց եկամուտների մակարդակը, հա, շատ տարբեր էր, հա, արևմտյան ինժեները երևի ստանում էր մի անգամներով շատ կան սովետական միության ինժեները։ Ավտո ուներ, մեկ տուն ուներ եւ այլն, եւ սա ինչ երևույթ է, հա։ Ինչ էր մտածում, հա, սովետական ինժեները, հա, ուրեմն ինձ խափում են, չէ։ Դե ով է մեղավոր, բնականաբար կոմունիստական կուսակցությունն է մեղավոր, չի թողում եւ այս չի թողում, էսա սահմանափակում։ Այ ինչ պետք է անեն, դե հեռացնեն կոմունիստական կուսակցությունը։ Հեռացրին, չէ, վերջում։ Եվ ինչ դարձան Թուրքիայից, ասենք, ջինս բերող, լավագույն դեպքում կային մարդիկ, որոնք ավելի լավ են տեղավորվում, բայց հիմնականում հայ մարդիկ կորցրին իրենց կարգավիճակը, հա, եւ այլն, եւ այդ ամեն ինչ կապված, հա, եւ թե եկամուտներով, թե իրենց կարգավիճակով, հա, ավելի ցածր դիրքեր ստացին զբաղեցնել, այդպես օրինակ է, չէ, մարդիկ գործեցին։ Բայց գործեցին, ինչպես գործեցին, առանց հասկանալու, հա, իրականում, հա, ինչով էր պայմանավորված այն տարբերությունը։ Մեր գաղափարը, հա, որը մենք վերցրել ենք Սմիթից, մենք դեռ կզարգացնենք այդ գաղափարը, բայց ես ուղղակի հիմա ասեմ, աշխատանքի բաժանման, հա, համակարգի գաղափարը ինքը այդ ամեն ինչը բացատրում է։ Էականն է ոչ թե դու ինչ գիտես, հա, ինչ ես կարում անես, ում ես կարդում, որտեղ ես գնում, հա։ Կարևորը դա որ համակարգում ես դու գտնում, աշխատանքի բաժանման համակարգում։ Տես, ինտուիտիվ մենք դա հասկանում ենք, որ եթե օրինակ տաքսու վարորդը գտնվում է IT-շնիկի միջավայրում, հա, ինքը ավելի բարձր է վարձատրվում, քան եթե օրինակ ինքը գտնվում է իր նմանների մեջ։
Նույնը Ռայներտը, հա, եթե մեր առաջի հաղորդումից հիշես, ավելի բարձր վարձատրում, այսինքն իր մատուցած ծառայությունը ավելի բարձր արժեք ունեն այդ համակարգում, քան չնայած անում են նույն բանը։ Հա, Ռայներտը, եթե հիշում ես, ես բերում եմ օրինակ, հա, ինքը հարց է դնում իր գրքի սկզբում, ասում է, ուրեմն Նիգերիայի, հա, ավտոբուսի վարորդը եւ Գերմանիայի ավտոբուսի վարորդը 15 անգամ, հա, վարձատրությունը տարբերվում է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Նույն բանն են անում մարդիկ, հա։ Պայմանավորված է նրանով, որ մարդիկ գտնվում են տարբեր աշխատանքի բաժանում, տարբեր համակարգերում, հա, ինչքան խորն է այդ մակարդակը, հա, այդքան ստեղծվող եկամուտը բարձր է, հա, եւ քեզ բաժինը հասնում ավելի շատ, քան հակառակ պարագայում։ Նույնն էլ մենք ունենք ստեղ։ Իրականում, եթե մենք վերլուծենք, հա, աշխատանքի բաժանման համակարգերը, ապա կստացվի, որ սովետական միության ինժեները իրականում ավելի շատ է ստանում, քան իրան հասնում էր։ Հա, ուղղակի համակարգը այնպեսին էր, ինքը չէր կարող քեզ ավելի տալիս էր, ինքը շատ ավելի փոքր էր կար արևմտյան աշխատանքի բաժանման համակարգը, հա, եւ մենք դեռ դա կուսումնասիրենք, հիշում ենք Ադամ Սմիթի 3-րդ գլուխը, հա, որ աշխատանքի բաժանման խորացման գործընթացը սահմանափակվում է շուկայի ծավալով։ Սովետական միության շուկայի ծավալը դա իր վերջնակետում մոտավորապես 250-300 միլիոն մարդ։ Արևմտյան աշխատանքի բաժանման համակարգը կատի չունեն ԱՄՆ, հա, վաղուց ԱՄՆ-ի տնտեսական, հա, տարածքը արդեն ոչ միայն ԱՄՆ-ն է, այլ այն բոլոր տնտեսական տարածքները, որտեղ օգտագործում են դոլարը որպես առևտրի միջոց։ Մոտավորապես ինչքան 3 միլիարդ, հա, երևի այսօր, երևի ավելի շատ այսօր, այն ժամանակ կարող է լինել 2 միլիարդ, հա, որտեղ որ 2 միլիարդ է, որտեղ 200 միլիոն։ Այսինքն, ի սկզբանե քո պոտենցիալը ավելի քիչ էր, հա, եւ եթե դու համեմատվում էիր, հա, իր հետ, բնականաբար այդ համեմատությունը տեղին չէր, բայց դե ով գիտեր այն ժամանակ, հա, սովետական միության ինժեները չէր իմանում այդպիսի նրբություններ, հա, բնականաբար ինժեները կարող է չիմանար, բա ուր էր գիտությունը այն վաղ, չէ, ինչով են զբաղվում։ Ամեն երկրորդը գիտնական էր այն ժամանակ, բա ուր էր այդ ամեն ինչը, հա, բոլորը խրվել էին մարքսիզմի մեջ, մարքսիզմը վերածել են դոգմայի, հա, ու դրանից այնյան բան չէին տեսնում։ Չնայած դրա մասին կարելի էր, եթե զարգացնել մարքսիզմի տեսությունը, հա, մենք խոսանք դեռ ուզում եմ ասեմ, որ քաղաքտնտեսության մեջ, հա, մարքսիզմի մեջ այդ պատասխանը կարելի է գտնել։ Եթե էլի նորից եմ ասում, եթե չվերացնեին դոգմայի, հա, ինքը Մարքսը ինչ ասել է ճիշտ է, եթե ճիշտ չի, ուրեմն դուք ինչ-որ բան չեք հասկացել, գնացեք լավ սովորեք եւ այլն եւ այլն։ Մարքսիզմի մեջ կային թերություններ, կային բացեր, շատ հանգիստ կարելի էր դրա տեսությունը զարգացնել եւ ստանալ ավելի որակյալ տեսություն, քան օրինակ այսօր ժամանակակից մեր այս չասեմ ինչ։ Դա օրինակը իսկապես շատ հետաքրքիր էր, սովետական ինժեների եւ Ամերիկայի ինժեների այդ համեմատությունը։ Ես ուղղակի վերջացնում որպեսզի չստացվի։ Պնդումները, հա, որ պետք է գործես, հերիքա խոսել։ Ակտիվ գործունեությունը առանց մտավոր գործունեության, հա, դա դեպի ոչ միտեղ ճանապարհ։ Այո, եթե ես ուզում եմ այսպես փոքր ձևակերպում տալ, նաև ելնելով մեր այսօրվա ամբողջ զրույցի բովանդակությունից, այդ ձևակերպումը գուցե առաջին հայացքից մի քիչ հակասական հնչի, պարադոքսալ, բայց ձևակերպումը այսպեսին է, որ տեսության, այսինքն մեր զրույցի վրա հիմնվելով, նաև քո դիտարկումների, որը ես կիսում եմ, տեսության մասին խոսալը ամենապրակտիկ բանն է, որը կարող ենք անել։ Մանավանդ մեր դեպքում տեսությունը հասկանալը ամենապրակտիկ բանն է, որը կարելի է անել։ Ամենա արդի բանը, որ այսօր պետք է արվի, հայ հասարակությունը, հա, դա հասկանալ ինչա կատարվում։ Հա, իսկ հասկանալու համար, հա, մեզ գործիքա պետք հասկանում, ես Վոլոդ ջան։ Իսկ հասկանալու համար պետքա տեսությունը հասկանալ։ Այդ գործիքը տեսությունն է, ոնց որ օրինակ ֆիզիկոսը, հա, օրինակ այս սեղանը ուսումնասիրելու համար, ատոմները ինքը ոնց տեսնի։ Չես կարա, չէ՞ դու տեսնես, գործիքա պետք։ Հա, հիմա հասարակության այսքան ամեն օր, հա, տեղի ունեն ինչ-որ իրադարձություններ։ Այդ ամեն ինչը սումբուրի մեջ մենք ոնց կողմնորոշենք։ Պես գործիքա պետք։ Այդ ոնց որ միկրոսկոպը, հա, ֆիզիկայում, այդ գործիքը, հա, հասարակական գիտություն, տեսությունն է։ Մեզ պետք է տեսություն, բայց դե իհարկե կա լավ միկրոսկոպ, հա, լավա ցույց տալի, մեծա ցույց տալի, փոքր։ Տարբեր են։ Էլի մարդիկ կասեն, հա, էսա կա այս տեսությունը, ինչ եք ուզում։ Նու, հա, կա։ Պարտասխանում են կարդի հարցերին։ Ոչ, օգնել ենք Հայաստանի Հանրապետությանից 40 տարվա մեջ, ոչ, պետք է նոր մոտեցում։ Գոնե ես առաջարկում մտածելու մասին, հա։ Մենք այսօր ոչ թե չենք մտածում դրա մասին, մենք չենք էլ մտածում մտածել դրա մասին։
Ես առաջարկում եմ գոնե մտածել դրա մասին, որ պետք է սա մտածելու մասին, իսկ դրա համար նաև պետք է խնդիրը ոնց որ բարձրաձայնել, ասել որ կա այս խնդիրը, որի մասին պետք է մտածել, ու հիմա մենք այս մեր զրույցով փորձում ենք խնդիրը բարձրաձայնել։ Ինչ ուզում ա լինի, հա, ինչ ուզում ա այս երկրում ով էլ գա եւ այլն։ Դու, չգիտեմ, 2 տարում, 3 տարում դու վիճակ չես փոխի։ Որ ես ասում եմ, հիմա արդեն ժամանակ է, որպեսզի 30 տարին ու բան եք ասում, արդեն ժամանակ տա, ժամանակ չկա։ Ասենք վաղը ենթադրենք, եկավ ձեր ուզած իշխանությունը, ձեր ուզած մարդիկ, սուրբեր իջան երկնքից, հա, ինչ են անելու իրան։ Ես ասեմ իրենք ինչ են, իրանք վերցնելու են այս գիրքը։ Ուրիշ բան չկա, որովհետեւ, հա, նու կարող է իրանք չվերցնեն, բայց կհրավիրեն մարդ, որ բացել է այս գիրքը, հա։ Առավելագույնը ինչ որ արել է իրանց մասնակիցը, ինքը բացել է այս գիրքը։ Բացելու է այս գիրքը ու մենք շարունակելու ենք գնալ այն նույն ճանապարհով, որով գնացել ենք այս։ Այսինքն այստեղ պետքա գործել, պետք է նոր մարդիկ եւ այլն, նոր մարդիկ, ասենք, ինչ նկատի ունենք, նոր դեմքեր, ինչ կապ ունի, եթե դեմքերը բացելու են, գալու են գիրքը ձեռը, հա, դա ոչ մի բան չէ։ Նոր մտքեր, այո, պետք է նոր մտքեր, հա, բայց նոր մտքեր ոչ թե սրա շուրջ, հա, այլ բանի շուրջ։ Շատ լավ, երևի կարող ենք ինձ թվում այսօրվա մեր զրույցը ամփոփել, հա, ու մեր թողարկման ավարտին ավանդույթի համաձայն առաջարկել գիրքը, հա, գիրք, այո, առաջարկել գիրք։ Ուղղակի ես կուզենայի առանձնացնել 3 հոգուն, առավել հայտնի, հա։ Դա Յոզեֆ Շուպետերն է, ավստրիացի տնտեսագետ, որի մասին մենք խոսանք, երբ որ խոսանք ինովացիաների մասին, ինովացիայի տեսության հիմնադիր է միջելուց։ Դա Ջոն Մեյնարդ Քեյնսն է, եւ դա իհարկե Ռոզա Լյուքսեմբուրգը։ Լյուքսեմբուրգի մասին կխոսանք էլի առանձին, ինչպես նաև Քեյնսի մասին իհարկե կխոսանք։ Ես դրա համար կառաջարկեմ երևի Ջոն Մեյնարդ Քեյնսին, արի այսօր թող լինի, նրա զբաղվածության տոկոսի եւ փողի ընդհանուր տեսությունը համեմատաբար ավելի հեշտ գիրք է, քան մնացած, հա, որը որ մենք հիշատակեցինք, որովհետեւ Ջոն Մեյնարդ Քեյնս զբաղվածության տոկոսի եւ փողի ընդհանուր տեսություն, այո, 1936 թվականին է թողարկվել, ինչով է ինքը մի քիչ ավելի հեշտ, քանի որ Քեյնսը չի եղել ակադեմիական տնտեսագետ։ Ինքը եղել է պրակտիկ, ինքը ֆինանսների նախարար էր Բրիտանիայի, ինքը բորսայում ակտիվ 2 անգամ մեծ հաջողություններ հասավ, բայց միևնույն ժամանակ 3 անգամ շատ մեծ անհաջողություն է։ Եվ նրա գիրքը, տեսեք, այստեղ կազուս կա, օրինակ Նոբելյան մրցանակակիր Պոլ Սամուելսոնը, երբ կարծիք էր հայտնում այդ գրքի մասին, գրել էր սենց. շատ վատ կառուցված տեքստ, գիտության տեսանկյունից կարելի է ասել սա ընդհանրապես գիրք էլ չի եւ այլն, բայց մոտավորապես եմ ես չեմ ցիտում հիմա, բայց մոտավորապես այդպիսի ձևակերպում տվեց, բայց վերջում հավելում է, սա հանճարի գիրք է։ Քեյնսի кейսը, եթե կարելի է այսպես ասել, բավական հետաքրքիր է ու շատ լավ է որ մենք առանձին այդ մասին թողարկում ենք ունենալու։ Իհարկե։ Որպեսզի բոլոր փակագծերը չբացենք, բայց նաև ինտրիգ թողենք, հա, որպեսզի հետաքրքրությունը մնա եւ մարդիկ դիտեն այդ թողարկումը, այսքանով կսահմանափակենք, հա, Քեյնսի պատմությունը ու մեկ անգամ եւս ուղղակի գրքի վերնագիրը կասենք, ուրեմն Ջոն Մեյնարդ Քեյնս զբաղվածություն, տոկոսի եւ փողի ընդհանուր տեսություն։ 1936 թվականի աշխատությունը, դա էլ այսօրվա գրքի առաջարկն է մեր թողարկման վերջում։ Շնորհակալություն, ձեր հետ Կապիտալ Պլյուսներ։